Ռուսաստանյան պարենային ապրանքների շուկայի ներկայացուցիչներն արդեն Հայաստանում են։ Դելավայա Ռոսիա կազմակերպության աշխատակիցներին ցերեկային ժամերին գտնելն անհնար է։ Աշխատանքային գրաֆիկը գերհագեցած է։ Եվրոպայի դեմ կիրառած սանկցիաներից հետո Ռուսաստանին գյուղմթերք է հարկավոր։ В связи с этим, собственно, мы посетили вашу страну, чтобы найти те самые точки прикосновения, которые могут дать рост в близлежащей перспективе в сфере сельского хозяйства. Ռուս գործարարները հասցրել են այցելել մի շարք մարզեր, հանդիպել արտադրողների եւ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների հետ Հայաստանից գյուղմթերք արտահանելու համար։ Մինչ կազմակերպության ներկայացուցիչները համագործակցության եզրեր են փնտրում, գյուղացիները դժգոհում են տարին անբարենպաստ էր եղած բերքն հազիվ իրենց բավարարի։ Մենք կոնկրետ արտահանելու խաղ չունենք, որովհետեւ շատ ցուրտը վնասեց։ Ապրանք չկա։ Այդ ինչ որ ասում են այդ վիճվարչության տվյալները, բան, դա սուտ է։ Դելավայա Ռոսիա կազմակերպությունն իրենց հետաքրքրող տեղեկությունը ստացել է տեղական իշխանություններից, գյուղացիների հետ հանդիպումներ չեն ունեցել։ Նրանք քաջատեղյակ են, որ մեր երկիրը գյուղմթերքի զգալի մասը ներկրում է, սակայն վստահ են, որ արտահանելու բան կգտնեն։ По таким позициям, как виноград, по таким позициям, как персик, ну, ряд овощей, у вас достаточное количество, чтобы обеспечить российского потребителя. Առաջին արտահանման քանակը եւ ժամկետը դեռ որոշված չէ։ Ռուս գործարարները դեռ պետք է համեմատեն հայաստանյան գյուղմթերքի գները եվրոպականի հետ, որից հետո վերջնական որոշում կայացնեն։ Այս պայդրությամբ գները նրանց ձեռնտու են։ Затраты на логистику на самом деле оказались выше, чем ожидалось, и они выше, чем затраты на логистику при тех же условиях по России. То есть, соответственно, прочитав сейчас логистику, мы понимаем, что цена будет интересна. Հայկական գյուղմթերքները Ռուսաստանում մրցունակ են ոչ միայն գնային քաղաքականությամբ։ Կազմակերպությունից վստահեցնում են, որ մեր արտադրանքի կարևորագույն առավելությունը նախ եւ առաջ համն ու որակն է։ Не содержит консервантов, красителей, усилителей вкуса и аромата. То есть это та продукция, которую с радостью бы встретили российские потребители. Ее можно давать детям, не боясь за какие-либо последствия. Իսկ ներկայացում քննարկվում է արտահանման ուղիները հայկական կողմը գյուղմթերքը կհասցնի Ռուսաստան, թե նրանք կարտահանեն։ Անկախ պայմաններից արտահանման ճանապարհը մեկն է եւ այս հարցում ռուսական կազմակերպության ներկայացուցիչները որևէ խոչընդոտ չեն տեսնում։ Через Грузию автомобильным транспортом.